Պարոն Բաղդասարյան, խոսելով Հայաստանում վերջին շրջանում սկսված ցույցերին, որոնք ուղղված են ռուսական քաղաքականության դեմ, նախ դրա դրդապատճառներից մեկը բոլորի մատնանշմամբ հենց քարորիա պատերազմներն ու Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին։ Դուք բացի դրանից այլ ինչ դրդապատճառներ եք տեսնում։ Յուրաքանչյուրը ըստ իրավիճակի իրադարձությունների իր գնահատման խորության տեսնում է որոշակի պատճառներ։ Մեր քաղաքականության մեջ մի թերություն կա, որը դիսկրետ մոտեցումներ է դրսևորում, կա ակցիան, կա ռեակցիան, կա քայլը, կա ռեակցիան։ Այդ պատճառով էլ չի երևում այն ընդհանուր տենդենսը, որի մի մասն է, օրինակ ես վստահ եմ, որ Ռուսաստանը որպես նորմալ պետություն, որը կայսրություն է, պատմություն ունեցող, ոչ թե քնից ելել ու մտածել է արի այսօր էլ հոպը միացնեմ, կամ արի այսօր էլ ապրիլյան 4-օրյա պատերազմ Ադրբեջանի հետ պլանավորեմ անեմ, այլ դա երկար մտածված ծրագիր է, որը օր-օրի քայլ-քայլ իրականացնում է։ Մենք ունենք դրան համարժեք հակաքաղաքականություն։ Ես նկատի ունեմ ցույցանողների, դրա Հայաստանի իշխանությունները դրա իրականացնող մասն են։ Դրա դեմ գնացողներ, որոնք պարբերաբար նաև ցույց են անում բան, ես չեմ տեսնում, որ ունեն մշակված համարժեք ծրագիր, որը այդ դեպքում ձեր հարցին կմոտեցներ, որ ինչ պատճառներ կան ցույցեր անելու այդ ծրագրի դեմ։ Ես դեռևս Քեսաբա հայության պատմությունը, որ սկսվեց, որ Թուրքիան Քեսաբում ցեղասպանություն է անում, գլուխ կտրած երեխաներ անվերջ զոհեր եւ այլն, նույնիսկ պոստսկրիպտում հաղորդումով այդ ռուսական քաղաքականության պահապան պաշտպաններից մեկի հետ բանավեճ ունեցանք, որտեղ ես ակնհայտ փաստերով ցույց տվեցի այդ ընդհանուր ծրագիրը, որի մի դրսևորումն էր Քեսաբա հայության պատմությունը, մի դրսևորում է, ասենք, հայ թեկուս հանցագործին խալաթ հագցնելը, կանացի խալաթ հագցնել ամբողջ աշխարհին ցույցադրելով, այսինքն ստորացնել։ Դրա դրսևորում էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ոչնչացնողին պահելը, պահպանելը աչքի լույսի պես։ Դա քաղաքական դրսևորումների մասին եմ ասում։ Դրա տնտեսական դրսևորումները ամբողջությամբ Հայաստանի տնտեսության արյունատար անոթները ամբողջությամբ վերցնել է եւ այնպիսի պայմաններ ստեղծել Հայաստանում, որ ապրել ուղղակի դառնա անիմաստ, անհնար, ամենաանհարմարավետը Հայաստանի քաղաքացու համար։ Ոչ միայն հայի, այլ Հայաստանի քաղաքացու, բոլորի համար։ Լեզվի ասպեկտը վերցնենք, ասենք, երբ որ իշխանությունը տարժանապատվությունից զուրկ է, Կիսելյովը կարող է գալ եւ ուղղակի փողոցայինի նման մատ թափ տալ, հասկանալով, որ այստեղ իր ենթականերն են։ Ինձ մոտ այդ բոլորը համակարգված է։ Այդ համակարգված փաստարկներով, դրսևորումներով ես տեսնում եմ Ռուսաստանի վարած քաղաքական գիծը։ Եվ իսկ մեր մոտ ցույցերը հոպն է, հոպի հանձնումն է, ցույցը անում ենք հոպը չանձնելու համար։ Էլեկտրոէներգիան ենք 7 դրամ թանկացնում, Ռուսաստանը 7 դրամ թանկացնում է, մենք ցույց ենք անում 7 դրամի համար։ Ավետիսյանների ընտանիքին սպանել է եւ ինչ որ բան է անում, մարդիկ դուրս են գալիս փողոց դրա համար, բայց այս կապող քաղաքական այն ուժը, քաղաքական այն տանող բանը, որ սրանք բոլորը կապի մի շղթայի մեջ հասկանան ընդհանուր քաղաքականությունը, ալտերնատիվ ծրագիր առաջարկի եւ որի դրսևորումները այսօր հոպը կլինի, վաղը մի ուրիշ բան կլինի անպայման։ Առաջիկայում այս ամսվա մեջ Ղարաբաղում լինելու է հանդիպում, Ղարաբաղի հարցով լինելու է Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը։ Ում համար ակնհայտ չէ, որ Պուտինը եռանախագահությունից խլում է նախաձեռնությունը, այնքան որ նույնիսկ եռանախագահությունը հայտարարում է, որ դա կապ չունի մեզ հետ։ Եվ եթե խլում է հոպի վերցնելու հետ զուգահեռ, ապրիլյան 4-օրյա պատերազմի զուգահեռ, որ ես հենց ապրիլի 4-ի երեկոյան եմ գրել, որ սա ռուսական ձեռագիր է, սա Ռուսաստանի եւ Ադրբեջան, Ռուսաստանի մշակած ծրագիր է, որտեղ Ադրբեջանին տված է 3-ից 5 շրջան գրավելու քաղցրաբլիթը։ Սերժ Սարգսյանն հանձնարարված է ապահովել այդ 3-ից 5 շրջանը
պաշտպանության նախարարության համապատասխան օղակներով, ԳՌՈՒ-ի ագենտներով, շտաբի պետերով եւ այլն։ Ուրեմն ապրիլի 4-ին դա իմ համար արդեն պարզ էր։ Քեսաբա հայությանն Սեյֆ Քեսաբ հիշում եք, բոլորը փոխեցին իրենց բաները Սեյֆ Քեսաբ, դա 2 տարի առաջ էր։ Բոլորը տեսնում են, որ Քեսաբում Կիսելյովը տվել էր այդ պասը, որ Քեսաբում հայերին կոտորում են մինչև վերջի մարտը, բոլորը ընդունեցին Սեյֆ Քեսաբան, բայց արդեն իմ համար վաղուց ակնհայտ էր բոլոր դրսևորումներով, թե ինչու է այդպես։ Սկսած այն բանից, որ Հայաստան պաշտոնական ժամանելու ժամանակ Պուտինը ոչ թե այնքան չի հարգում Հայաստանին որպես պետություն, որ Գյումրիի ռազմաբազայից է սկսում իր այցը Հայաստան։ Այդպիսի արհամարհանք մենակ Հայաստանին, Հայաստանի իշխանություններին կարող լիներ, բայց իմ խնդիրը իշխանություններ չեն, իմ խնդիրը ժողովուրդն եւ պետությունը, որը մտնում է այդ ծրագրի մեջ։ Հետևաբար, եթե մենք ծրագիր չենք մշակում իրար հետ համարժեք այդ մարտահրավերին, մենք շատ հաճախ դառնում ենք շատ հաճախ նաև օգտագործվող։ Օրինակ հոպի դեմ ցույցերը Վահան Իշխանյանը ներկայացնում է, որ դա իշխանությունների ծրագրացն է, այսինքն հոպը այնքան լավ բան է, որ հանձնել, հայը չի կարա դեմ լինի։ Եթե ինչ-որ մի հայ գնում է ցույցի, որ հոպը չհանձնել, ապա դա իշխանությունների դրդմամբ է, իշխանություններին պաշտպանելու համար տակից իշխանություններն են անում դա։ Եվ նա այդ ասելու իրավունքը ունի, որովհետև ալտերնատիվ ընդհանուր ծրագիրը չկա, որի մեջ մի օր կմտնի հոպի դեմ պայքարը, մի օր Ղարաբաղյան հարցով առաջիկայում ստորագրվելիքը, որ Պուտինը իր ծրագրերը իրականացնելուց իմանա մի բան։ Հայաստանում կա քաղաքական այնպիսի գիտակցություն եւ այնպիսի մոտեցում միասնական, որ իր տված խաղերը հայերը վաղուց հաշվել են արդեն եւ ոչ թե առանձին դրսևորումները ցույց տան, որ հայերը համաձայն չեն, այլ նա հասկանա, որ այդպես էլ խաղալ չի կարելի, պետք է փոխել։ Նա ոչ թե հայերին չի սիրում դրա համար, այլ ուղղակի Հայաստանը ամենաթույլ օղակն է։ Հայաստանի իշխանությունները ամենաթույլ օղակն են։ Հայաստանի ընդդիմությունը ամենաթույլ օղակն է, Հայաստանի քաղաքական միտքը ամենաթույլ միտքն է։ Եվ պատահական չէ, որ մեզ մոտ շատ է խոսում ռուսամոլության մասին, հատկապես համացանցային տիրույթում, եւ մի թույլ բանով անմիջապես խոսելով հակադրում են եվրոպական արժեքները, որոնք բոլորս ընդունում ենք մեծ մասը, գոնե եվրոպական քաղաքակրթության պետականակերտության մասը պետք է ուղղակի ընդունել, հակառակ դեպքում կլինենք Ուզբեկստան, Ղազախստան, Ռուսաստան։ Բայց երբ որ դու քո խնդիրը լուծելուց անմիջապես տանում ես որպես փրկություն արևմուտքը, միանգամից մի թույլ բան ես անում, չունենալով քո ընդհանրական ծրագիրը, որը քայլ-քայլ բոլորին միավորում է, որ նույն փայտի երկու ծայր է, ռուսասիրություն կամ եվրոպասիրություն, եւ թույլ է դառնում փաստարկները, նմանվում է 91 թվին Գերագույն խորհրդում, երբ որ քննարկում էին անկախության հարցը, մեր շատ հայտնի հիմիկվա գործիչներից մեկը, նաեւ որ այն ժամանակ էլ պատգամավոր էր մեր հետ, հայտարարեց, որ ամերիկյան զորքերը Քուվեյթում են, մեզանից դա ընդամենը 300 կիլոմետր է, պետք է համարյա թե պատերազմ հայտարարենք Ռուսաստանին, անկախություն անմիջապես հռչակենք, որովհետև փաստարկը սա էր, ամերիկյան զորքերը ընդամենը 300 կիլոմետր հեռավորության վրա են։ Նորմալ հայը իրեն հարց է տալիս, ասում է, իսկ ամերիկյան զորքերի երաշխիքը կա, որ այդ զորքերը գալու են մեր անկախությունը պաշտպանեն ռուսական ակնհայտ դիվերսիայից։ Ենթագիտակցության մեջ բոլորին մտածել եւ գիտակցության մեջ արդեն, որ անկախական շարժումները, անկախ պետության կերտմանը Ռուսաստանը պատասխանելու է Ղրիմով, Դոնբասով, Սլավյանսկով, Օսեթիայով, Աբխազիայով։ Հիմա բոլորը հարց են տալիս այդ ահաբեկման դեմ, ու Ռուսաստանը ակնհայտորեն այդ շանտաժը անում է, ահաբեկի շանտաժը անում է։ Դրա դեմ որպես փաստարկ դրվում է արևմուտքը, որպես փրկիչ օղակ, որ հեսա արդեն հասել են Սևծովում զենքեր են կուտակվում եւ այլն, բայց բոլորը հասկանան, որ այս հարցի պատասխան չկա։ Իսկ տրված է մեզ երաշխիք,
որ ասենք նախ աչքի առաջ ունենք, որ մեր իշխանությունները դա ռուսածառա իշխանություններ են, Ռուսաստանին ծառայող իշխանություններ են։ Հատուկ ծառայությունների միջոցով նոր վերբով կեղած իրանց տնտեսական կապերով Ռուսաստանը ունի բազմաթիվ լծակներ, որ Սերժ Սարգսյան եւ կամպանիան չկարողանա ընդհանրապես իր ծրագրից դուրս գալ, դեմ դուրս գալ։ Նույնիսկ ամենավերջի ստորացմանը նրանք դիմանում եւ ընդունում են այդ ստորացումը։ Քանի որ սկզբից Եվրոպան, ՆԱՏՕ-ն, Ամերիկան կընդունի, եթե դու իսկապես այս ծրագրին համարժեք քաղաքական միտք ես հեռանկարային դրել, ինչպես 88-ից 90 թիվներ, երբ որ Հայաստանը համախմբված ինչ-որ քաղաքական ընդհանուր ծրագիր ուներ եւ որի հետ հաշվի էր նստում եւ Կրեմլը, եւ Վաշինգտոնը, եւ Փարիզը։ Հիմա մենք չունենք դա էպիզոդիկ։ Ու շատ հաճախ ականատես ենք լինում, ինչպես յոդրամանոց շարժումներ կան, բան, որ լիդերներին սկսում են օգտագործելով նրանց թուլությունները, շարժումները, լիդերները օգտագործելով դրանց թուլությունները, սկսում են հատուկ ծառայությունները վարկաբեկել, նույնիսկ իշա իրենց օգտագործել դա։ Եվ շատ ավանտյուրիստներ հասկանալով այդ ամեն ինչ եւ իշխանության մեջ տեղ չգտնելով կամ գործուղումով կամ բնազդաբար լծվում են այդ բանին հակառակ կողմում իրենց դրսևորելուն։ Ու այդ պատճառով ես միշտ առաջարկում եմ, իմ համար ողջունելի են ցույցերը, որտեղ եթե ցույցեր չլինեն, կստացի, որ մենք գոյություն չունենք, ճահիճը արդեն կլանել է ամեն ինչ։ Բայց միշտ թեր վերաբերմունք ունեմ, թերահավատ վերաբերմունք ունեմ, որ իսկ հասկանալի չէ, որ ժամանակն է, որ ոչ թե ամբիցիաներ դրվեն առաջի տեղը եւ ամեն մեկ իր ունեցած 50-100 հոգով պայքարի, այլ այդպիսի ամբիցիաներ ունեցող մարդիկ, որոնք նաև մտածում են պետության ապագայի, Հայաստան պետության ապագայի մասին, ուղղակի հավաքվեն իրար հետ, ոչ թե հեռուստատեսության բան, այլ իրար հետ լուրջ քննարկեն այդպիսի մի ծրագիր ունենալու, որ մի համախմբի։ Ու թողենք մեկը սոցիալիստա, մեկը կոմունիստա, այսօր դրված է Հայաստան պետության, Հայաստան առանց հայի խնդիրը։ Դրա դեմը առնել է պետք։ Եվ վերջինը, որ կուզեի ասել, շատ հաճախ պետք է մտածել այսպես. երբ որ կարևոր ցույց է լինում եւ դու 10 հոգով, 20 հոգով, 50 հոգով դուրս ես գալիս այդ հարցի դեմ, հանդես ես գալիս, ինչքան որ լավ է, որ ճահիճը վերջապես կուլ չի տվել վերջնականապես մեզ, նույնքան էլ վտանգավոր է տարիներով անդադ նույն գործելակերպը, որ ստացվում է Հայաստանում 30 ջղաձգվողներ են։ Դու ցույց ես անում ու ցույց ես տալիս, որ 30 ջղաձգվողներ են այդ հակառուսականությունը, ոչ թե ընդհանուր կա։ Իրականում կա, բոլորը արդեն զգացել են։ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հետևանքով բոլորը զգացել են բանակի վերաբերյալ փչած միֆը։ Նկատի ունեմ ղեկավարման հրամկազմի, բանակի հաշվին միլիարդատեր դարձած, մեծահարուստ դարձած հրամկազմը բոլորի համար ակնհայտ դարձավ, տիրող բարքերը ակնհայտ դարձավ։ Ակնհայտ դարձավ արդեն 90%-ի մոտ, որ այդ պատերազմը պատահական պատերազմ չէր, դա պայմանավորված էր, պլանավորված էր, ամեն մեկը իր դերն էր կատարում այդտեղ, բացի հայ զինվորից, որը պետքա մատաղացու գառը լիներ այդ պլանի մեջ, որը դարձավ մատաղացու գառ, ի վերջո 100 երիտասարդ զոհ տվեցինք եւ 150-200 վիրավոր։ Ինչքան էլ առանձին հերոսություններ ռեկլամարվի, ինչքան էլ բանարվի, դա չի կարող ծածկել այդ զոհերի քանակը, որը էապես քիչ կլներ, շատ անգամ քիչ կլներ, եթե որպես պետություն աշխատեր։ Շտաբը, պաշտպանության նախարարը, շտաբի պետը, նախագահ Սերժ Սարգսյանը ու փոքր խմբերով արդեն ցույց դուրս գալը անընդհատ բերում է մի բան, որ այն մնացածը ապաթիա է առաջանում, որովհետև հավատ չկա, որովհետև ակնհայտ տեսնում ես, որ ավելի շատ մարդը իրեն է տեսնում այդ շարժման մեջ, որ ինքը հակառուս է, ինքը արևմտամետ է եւ այլն, մեկ-մեկ մտածում ես կարող է, ասենք սա ատրաբատիվ է այդ։ Ու դա հետ է պահում մարդուն միանալու, որ չօգտագործվի, բայց մյուս կողմից էլ, բայց դա էլ որ չլինի, լրիվ ենք վերանալու։ Այդ իմաստով եւ դրականը կա եւ բացասականը, բայց դրականը դառնալու է բացասական, եթե վերջապես խելքի չգան բոլոր այդ ցուցարար նախաձեռնողները, լիքը մարդիկ կան, որոնք եւ միտք ունեն եւ պատրաստ են չկատարվի համախմբող քայլեր, որը կարողանա մշակվել
ժողովրդին համախմբել մի հսկայական վտանգի դեմ առնելու համար։ Դա արտաքին վտանգն է, որը իրականացվում է ներքին իշխանությամբ։ Ու բոլորը շատերը կան, որ ասում են, այս արտաքին վտանգի մասին շատ խոսելուց անուղղակի ծառայում են իշխանություններին, որ վեկտորը փոխում են իշխանությունից դեպի, ասենք, Պուտինը։ Այդպիսով ծառայելով Սերժ Սարգսյանին։ Ես պարզագույն հարց եմ տալիս այդպիսիներին։ Իսկ դուք այդ ինչ եք արել այդ ձեր ասած ուղղությամբ, որ ասենք ես ասել եմ, չէ, սխալ է։ Իսկ այդպիսի ասողները ես դրանք հիմա մարմնավորվում է Վահան Իշխանյանի մեջ, որտեղ ամենալուրջ փաստարկված տեղեկատվությունը իր վերլուծություններն էր։ Դու ինչ ես արել Հայաստանում փոփոխությունների, ինչ ծրագիր ես առաջարկել, ինչ քայլ ես արել, որ այդ եղածներից մեկը դեմ է խոսել, որ ստացվում է, որ նրանք ծառայում են իշխանությանը դեմ-դուս գալով դրսին։ Եվ երկրորդը, եթե իսկապես դրսում այդպիսի ծրագիր կա մշակված, ենթադրենք ես ոչ թե խելքս գցել եմ, այլ իսկապես կա այդպիսի ծրագիր, չնայած բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդպիսի ծրագիր կա։ Ուրեմն մենք այդ ծրագիրը ասենք, էդի որ կա էդի հեչ, կարևորը ստեղ հələ մենք կռվենք մեր թալանչիների դեմ, թե հասկանանք, որ թալանն էլ արվում է այդ ծրագրի շրջանակներում։ Ու եթե դու որևէ մեկը մյուսից տարանջատում ես, ասենք խոսում ես միայն Սերժիկ Սարգսյանի մասին, որ սա հանցագործ է։ 4-օրյա պատերազմից հետո Կրեմլը ակնհայտ հանձնարարություն էր տվել խոսել միայն Սերժ Սարգսյանի մասին, որպեսզի ավելի ճնշի, որտեղ նա չկարողացավ իր խոստացած ծրագիրը իրականացնել, հանձնելու ծրագիրը, զինվորները թույլ չտվին։ Եթե ու ոմանք տեսա ինչպես միացան ու բարձրաձայնեցին Սերժ Սարգսյանի սխալները։ Դրսևորեցին իրենց հայրենասիրությունը, որը Կրեմլից եկած հանձնարարական էր։ Ու ստացվում է մեր մոտ ժողովրդին ճնշել կյանքը անտանելի դարձնելն է արտաքին թելադրանքի շրջանակներում։ Սրա դեմ խոսալն էլ է դառնում արտաքին թելադրանքի շրջանակներում։ Ստացվում է Հայաստանի ամբողջ իրավիճակը ղեկավարում է արտաքին թելադրանքը։ Եվ առանձնացնել, մեկը մյուսի հետ չկապել, չտեսնել, անպայման նշանակում է, որ մեկին ծառայել, երկուսից մեկին։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ ժամանակն է, որ անպայման adekvatություն դրսևորեն իրենց քաղաքական գործիչ հռչակողները, լիդեր, ոնց են հիմա կոչում էլի, հիմա լիքը բաներ կան էլի, առաջնորդ, քաղաքական իմաստություն դրսևորեն, հասկանան այդ ծրագրի վտանգավորությունը, ամեն մի առանձին դրսևորումով չպատկերացնեն, որ դա է եւ վերջ, հասկանան, որ դա մեծ ծրագրի դրսևորումներ են, բարոյական հարթությունում, հոգևոր հարթությունում, տնտեսական հարթությունում, սոցիալական հարթությունում, տնտեսական հարթությունում հիմա արդեն անցել են պաշտպանության հարթությունը։ Եթե այս բոլոր հարթությունները չկարողանան գլոբալ տեսնել մի ծրագրի մեջ եւ ալտերնատիվ չառաջարկենք, ի վերջո այն անկեղծ լիդերներն էլ, անկեղծ տղաներ կան, որոնք առաջնորդում են դեմ են շարժմանը, այն 7 դրամանոց շարժմանը, նրանք էլ հոգնում են ի վերջո։ Այդ ոնց որ դառնան պարտված առաջնորդողներ։ Մարդիկ էլ արդեն հույսը կտրում են, որ այս շարժումով ինչ-որ բան կլինի, սկսում են պասիվանալ։ Մի օրինակ եմ ես վաղուց բերել, հիմա էլ եմ բերում, փողոցը երբ որ խիստ ինտենսիվ երթևեկություն է, փողոցը անցնելուց, առաջի կեսը անցնելուց հետո մարդը շունչ է քաշում այն մեջտեղի երկու գծի վրա, հատկապես որ կանոնակարգված երթևեկություն չի, առանց կանոնների խաղ է այսօր Ռուսաստանը թելադրում։ Այդ մեջտեղը կանգնում շունչ է քաշում, աչ է նայում, ձախ է նայում, որ կողմնորոշվի նոր անցնի։ Հիմա ես կարծում եմ, որ ժամանակն է այս տեկուչկայից դուրս գալը առօրյա եւ լուրջ մտածել ու առաջնորդ լինելը հիմնավորել adekvat ծրագրեր առաջարկելով այս մեր մարտահրավերներին, արտաքին եւ ներքին միասնականացած մարտահրավերներին համարժեք ծրագիր առաջարկելով։ Պարզամիտ լուծումները այն մանկական բանին, երեխուն որ տալիս ես խաղալիքը, ասում ես ինչ է խաղալիքը, վերցնում մուրճը տալիս է գլխին ջարդում է, տենում է մեջի ինչ է։ Հիմա չեն անցնի, այսինքն որ ասում են սպանենք, խփենք, վերացնենք եւ այլն, այդ 20 տարի ասում է եւ չի լինում ու չի կարող լինել եւ դա եթե լինի էլ դրանից լավ բան չի լինի, լավ արդյունք չի տա։
համարժեք ծրագրեր, որը ժողովրդին կմիավորի, հույս կառաջացնի ու 100 հոգին այդ միտքը կրողները Հայաստանի մեծ մասն է, բայց հավատը չկա, հավատը վերականգնվի, որ տանողները խաղեր չեն խաղում։